2016-ից հետո արտաքինից թվում էր, թե իրավիճակը կայունացել է։ Կրակոցները նվազել էին, լայնածավալ մարտական գործողություններ չկային և հասարակության մեջ ձևավորվում էր հարաբերական հանգստության զգացում։ Բայց իրականում սա ընդամենը դադար էր երկու պատերազմների միջև։ Ապրիլյան պատերազմից հետո միջազգային հանրությունը, հատկապես Ռուսաստանը և ԱՄՆ-ն, ընդունեցին, որ առանց անվտանգության մեխանիզմների պատերազմը ցանկացած պահի կարող էր վերսկսվել։ Եվ քառօրյա պատերազմից օրեր անց, մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում բանակցությունների արդյունքում որոշվեց առաջիկայում ներդնել վերահսկողության արդյունավետ իրականացման ևս երկու մեխանիզմ։ Առաջին՝ առաջնագծում տեղադրել հատուկ սարքավորումներ, որոնք թույլ կտային ճշգրիտ ֆիքսել, թե որ կողմն է առաջինը խախտել հրադադարը, որտեղից է արձակվել կրակոցը և ինչ զինատեսակից։ Երկրորդ՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնում։ Պայմանավորվածության համաձայն, նրանց թիվը պետք է զգալիորեն ավելանար, որպեսզի նրանք կարողանային մշտական մոնիթորինգ իրականացնել շփման գծի տարբեր հատվածներում։ Հայաստանի և Արցախի համար սա ռազմավարական հաղթանակ էր դիվանագիտական դաշտում։ Սակայն Իլհամ Ալիևը հասկանում էր, որ այս մեխանիզմների ներդրումը նշանակում է հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքից և օգտագործելով իր վետոյի իրավունքը ԵԱՀԿ-ում, արգելափակեց կազմակերպության բյուջեի այն հատվածը, որը պետք է հատկացվեր դիտորդների թվի ավելացմանը և սարքավորումների գնմանը։ Որոշումը այդպես էլ ուժի մեջ չմտավ։